18 թվին, տեսեք դուք ձեր խոսքի մեջն էլ միշտ անցյալի վրա հղումներ կենեք, մի փողը երտանք վաղանցյալ նոր կանք էլի, ապագայից խոսանք։ 18 թվից սկսած մենք լիակադար սատարել ենք ձեզ, հիմնվելով ձեր անցյալի, ձեր ուղու վրա, լիակադար, այդպես մի հատ միջոցառում, այս թուրքահավատակի դեմ ինչ որ իրագործվել է, մենք անմասն չենք մնացել, միշտ, մասնակցել ենք ամեն ինչին, դե դրա պատասխանը ինչ է ստացվել, մենք դիքսա կտանենք, բայց ստեղ լոկալ հարցեր կա, որ դրա պատասխանները չի տրվի, ու դա մեզ շատ կմտահոգվի, թե մենք 21 թվին լիակադար կմտածեի, որ անխտիր, բայց իմ այդ հարցերը, որ պատասխանները չկա, ես մտահոգվելու լիքը տեղ ունեմ, եթե կսեմ ես, ուրեմն մենք։ Տեսեք, լոկալ հարցերից, դուք հիմի ստեղ ենք, ժողովրդից քվե կխնդրենք Հայաստանի ապագայի հարցում։ Նույն ժողովուրդը լոկալ ստեղ տեղում, ես է Գյումրիից եմ, մեր աջակցությամբ, մեր սատարմամբ, մեր օգնությամբ, քվեն տվել է Ախուրյան համայնքում, քվեն, ձեր ասած ապտակը Ախուրյան համայնքում ընդդիմությունը ՔՊ-ին տվել է, ու այդ իշխանությունը եղել է մերը, ընդդիմությանը նկատի ունեն, ու մինչև հիմի իմ համար պարզ չէ, թե որպես ինչ այդ իշխանությունը տվեցվավ ՔՊ-ին, հանձնվավ, վաճառվեց դաժե սկսեմ, ինչի տվեցին ՔՊ-ին, ու ամենավտանգավորն ու սարսափելին որն է ստեղ, պարոն Քոչարյան, նույն օրինակի համար ամբողջ վարչական ռեսուրսը, վարչական ղեկավարներից սկսած այսօրվա օրով, նույն ստեղա նշանակած վարչական ղեկավարները, բուկլետները ձեռը Նիկոլի Արև կերտվին։ Չեմի դու վարչական ղեկավարն ես, Աբրիս, դա վեսերորել է։ Հեմի այդ հարցի պատասխանը որն է, դա մեկ, պարոն Քոչյան, դա մեկ, որ մենք ՔՊ-ին ուժեղացրել ենք ստեղ, այդ հարցով իշխանությունը տալով ուժեղացրել են։ Մյուսը, տեսեք, միասին է, չէ ձեր կարմիր տարերով է գրած է, այդ միասինը ուր սկսվի ու որտեղ կավարտվի, որովհետև շատ տեղեր կուկակ հասնի որ այդ միասինը գնայինք ամբողջական հարթության մեջ, կուկակ հասնի կոնկրետ բան միասինը չկա։ Օրինակի համար ես չեմ ուզենա որ այս 5 տարվա ընթացքում ինչ կատարվավ, որ բանը ձեր ցուցակով մարդիկ կան, եղնին Գեգամ Նազարյան, 5 տարի հետո հասնի դառնա Նազար Գեգամյան, ոն թերնին նստին Նիկոլի գիրկը։ Ես չեմ ուզենա որ բանը դուք նստեցրել եք մարդկանց բեմին, որոնցից շատ էր, օրինակ Սյունիքի համայնքապետերը, որոնցից 1-2 հոգին են կայուն մնացել, որ բանը ծագե փնջով Նիկոլի կնգան դիմավորեն, որ Նիկոլին երտան 2 ձեռով չես տան։ Հիմի իմ համար հարց է ու ժողովրդի համար էլ, դա ոնց է հնարավոր էլի։ Հիմի ասենք մարդիկ ընկանք հաղորդները կամ գործեր հարուցվավ, դուք իրանց թիկունք չկանգնակ, որ իրանք է ստիվված ճարահազալ ճշմարտակ անցան Նիկոլի կողմը, թե ի սկզբանե իրանք պես սովորություն ունին, թև ունին թերնելու հետ լավ են։ Դա է։ Մեկ է վերջի հարցը ապագայի հետ կապված։ Հունիսի 8-ին ինչ պետք է անենք։ Հասկացա։ Նայեք, դու կարող եք բերել որևէ մեկ օրինակ ես ինչ որ բանից հետ եմ քաշվել։ Վախի պատճառով կամ ինչ որ տատանվելու պատճառով։ Չեմ կարծում, որ կարող եք նման օրինակ արել։ Ես ժողովրդական լեզվով որ ասում եմ զադնի խոտ չունեմ, մի քիչ այդ տեսակի մեջ եմ։ Ինչ ասում եք, ճշմարտություն իհարկե կա։ Բոլորը չեն, որ ունեն նույն ամրությունը։ Բոլորը չի, որ կարող են, այսպես ասենք, պայքարել միջև վերջ։ Մարդիկ կան, որ կոտրվում են, մարդիկ կան, որ չեն դիմանում ճնշումների եւ դուք օրինակները բերեցիք։ Բայց այսպիսի ճնշումների տակ 29 հոգանոց Ֆրանկցիայում մենք ունեցանք միայն մեկ կորուստ։ Ցավալի կորուստ էր, բայց մեկ կորուստ։ Դուք անունը տվեցիք Գեգամ Նազարյանը։ Նազար Գեգամ։ Ունեցանք մեկ կորուստ։ Իրականում նման կորուստներ եղան եւ մյուս ընդդիմադիր ֆրակցիայից մեկ կորուստ
եւ իշխանական ֆրակցիայից երկու այսպես ասենք բան։ Լինում են այդպիսի բաներ եւ մենք պետք է ասենք որ սա այսպես ասենք կողմնակի բաներ էլ այդ ասում են побочный էֆեկտ են ասում ռուսերեն էլ այդ կողմնակի ինչ որ կորուստի հարց է եւ դրանից չպետք է հիասթափվենք։ Չպետք է հիասթափվենք։ Ինչ ասում եք ընդունում եմ, երևի այդ մեղքը նաեւ ին վրա է, որ այդ ցուցակը կազմելուց մենք այն ժամանակ գոնե մեկ մարդու մեջ խապվել ենք կամ իրականում 1 չի 2-3-ն են, որոնք հետագայում այսպես ասենք մանդատը չվերցնելով այնուամենայնիվ sense այդ ամուրությունը չցուցաբերեցին։ Հիմնականում պատճառները ասեն, մեկին երևի ինչ որ բանով խրախուսել են, փորձել են ինչ որ ասենց պրանիկի այդ տարբերակով հետը շարժվել, մյուսների վրա քրեական գործեր են կախել, քրեական գործերը հասցրել են միջև sense վճռաբեկ դատարան եւ արկախած պահում են մարդու վրա ճնշում գործադրելու համար։ Սա է, չպետք է սրանից հուսահատվենք։ Սա կա ամենտեղ, սա լինելու է, բայց սա մեզ ավելի պետք է ամրացնի, այլ ոչ թե թուլացնի։ Հունիսի 8-ին ինչ ենք անելու։ Տոնելու ենք հաղթանակը։ Տոնելու ենք հաղթանակը եւ նայեք, առաջ գնալուց պայքարի մեջ մտնելուց շատ են չէ խոսում պլան B-ն որն է, պլան C-ն որն է եւ այլ, իմ մոտեցումը հետեւյալն է։ Առաջ գնալուց հետ մի նայր։ Այդ խարամատը վերցնելուց արագություն պիտի հավաքես, թափ պիտի հավաքես, հետ չնայես, ուղղակի առաջ։ Հենց կամանձիրը սկսեց անընդհատ գլուխը հետ նայել, ամբողջ այդ, եթե վաշտ է կամ գումարդակ է, ամբողջ գումարդակ սկսելու է հետ նայել։ Հենց սկսեցին հետ նայել այն վճռական փուլի ժամանակ պարտվելու ես։ Գազ դուր։